Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները բացահայտել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հերթական հանցավոր գործունեությունը։ Ըստ օպերատիվ տվյալների մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա եւ հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ։ Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներն ամբողջացվել են եւ հաղորդումը ներկայացվել է քննչական կոմիտե։ Ապրիլի 29-ին դատարանի որոշմամբ քրեական ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները նշված առանձնատանը իրականացրել են խուզարկություն, հայտնաբերվել եւ առգրավվել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները, այդ թվում համակարգչային տեխնիկան, բջջային հեռախոսներն ու ենթադրյալ հանցավոր գործունեության մեջ օգտագործվող այլ սարքավորումներ։ Խմբի գործունեության ուղղություններից մեկը եղել է զանգերի անօրինական տերմինացիան, այն հեռահաղորդակցության ոլորտում տարածված հանցագործություն է, որը կոչվում է նաև GSM fraud կամ SIM boxing։ Օգտագործվել են բարձր տեխնոլոգիական լուծումներ, օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք են բերվել համապատասխան ծառայություններ եւ voice over IP հարթակներ, որոնց միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր, ձևակերպելով որպես տեղական զանգերի։ Իրականացվել են տարբեր որակի տրաֆիկների միախառնում եւ արհեստական րոպեների գեներացում ստվերային եկամուտների ապահովման համար։ Խմբավորման հանցավոր սխեման ներառել է նաեւ հեռահաղորդակցության համակարգերում վնասաբեր ծրագրակազմերի կիրառումը, օգտագործելով արհեստական բանականություն եւ ծրագրավորման տարբեր լեզուներով հատուկ հրահանգներ, հանցագործները թիրախավորել են անհատական օգտահաշիվները, ինչը հնարավորություն է տվել մուտք գործել քաղաքացիների անձնական հաշիվներին եւ իրականացնել ֆինանսական միջոցների հափշտակություն։ Թվային հետքերը վերացնելու եւ բացահայտման ռիսկը նվազեցնելու նպատակով կիրառվել են քողարկման հատուկ մեթոդներ, իսկ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտոառույթի։ Ներկայումս իրականացվում են լայնածավալ փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։